Զորամասում անցկացվում է անվտանգության օր, որի նպատակն է Մայիսի 16-ին զինված ուժերում անվտանգության օր էր նվիրված զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը։ Ավելի քան 1 տասնյակ բացազատված ուսումնական կետերում գործնական պարապմունքներ են։ Այստեղ օրինակ զինծառայողները յուրացնում են ձեռքի նռնակների նետման ժամանակ անվտանգության կանոնները։ Այստեղ էլ վերհիշում, թե ինչպես պետք է վարվել զենք զինամթերքի հետ։ Ուսումնական կետի ղեկավարը հերթականությամբ ներկայացնում է հրաձգությունից առաջ եւ հետո զինանձնակազմի գործողությունների ճիշտ հաջորդականությունը։ Այն զինծառայողները, ովքեր չեն յուրացրել անվտանգության կանոնները, չի թույլատրվում հրաձգության մասնակցել։ Բարոնայք կուրսանտներ, եթե նույնիսկ ամրացրած չի պահեստատուփը, չի թույլատրվում տվյալ զենքը պահել մարդկանց ուղղությամբ։ Իմ համար առավել կարևոր էր եւ ավելի հետաքրքիր էր զենքերի եւ նռնակների հետ կապված միջոցառումները, քանզի այս պարագայում այս մոտակա 2 տարվա ընթացքում մենք շատ ենք առնչվում թե նռնակների, թե զենքերի հետ մանավանդ։ Պետք է ճիշտ իմանանք նռնակների եւ զենքերի հետ վարվելու ճիշտ կանոնները, որպեսզի դժվար պատահարներ չպատահեն։ Ժամկետայինները, սպաներն ու պայմանագրայինները սովորեցին նաև, թե ինչպես պետք է աշխատել թունավոր հեղուկների, վառելիքաքսուկային նյութերի հետ, ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել օրինակ վերջույթի վիրավորում ստացած կամ արյունահոսող վերք ունեցող զինակցին։ Կապ չունի վիրավորումը որտեղ ա եղել, այս հատվածում ա եղել ձեռքի թե ավելի բարձր, թե ավելի ներքև, լարանը տեղադրում ենք վերջույթի ամենաբարձր կետով տեղեք, այս ուսագոտու հատվածում ենք տեղադրելու։ Առաջի պտույտը պետք է լինի ամենաձիգը։ Ստորաբաժանման հրամանատար Արամ Հարությունյանը արձանագրում է, որ սա պլանային միջոցառում է, անցկացվում է տարվա ընթացքում 4 անգամ, առաջինը զորակոչից անմիջապես հետո։ Սպայական կազմը նոր համալրված անձնակազմին հրանգավորում եւ սովորեցնում է տարբեր նյութերից զենք զինամթերքից անվտանգ օգտվելու կարգը։ Անձնակազմը եւս մեկ անգամ ամբողջ կազմով ուսումնասիրում է այդ անվտանգության կանոնները։ Չնայած ամենօրյա պարապմունքների գործունեության արդյունքում հրամանատարական կազմի կողմից հրահանգավորվում է անձնակազմը պարապմունքը սկսելու կամ ինչ-որ միջոցառում կազմակերպելու համար, բայց սա խորհրդանշանակալն է նրանով, որ անմիջապես ղեկավարում է զորամասի հրամանատարական կազմի կողմից, հատկապես զորամասի հրամանատարի կողմից եւ մասնակցում է ամբողջ զորամասի անձնակազմը։ Այսօր զորամասում անցկացվեց անվտանգության օր, որը հարուստ էր իր ծրագրերով, ամենից գրավիչը ռազմաբժշկության կենտրոնն էր, որտեղ ես նորացրեցի իմ գիտելիքները։ Ընդհանրապես անվտանգության մասին տարատեսակ դասընթացները ավելի օգտակար են զինծառայողների համար, քանի որ միշտ օգնում են նրանց ճիշտ վարվել իրենց աշխատանքում, ճիշտ գործողություններ կատարել, չսխալվել, հեռու մնալու համար անցանկալի երևույթներից եւ վտանգավոր իրերից։ Բարեկների ուղեկցությամբ հրշեջ փրկարարները մուտք են գործում ստորաբաժանման տարածք, մարելու բուժկետում առաջացած պայմանական հրդեհը, խուճապի մատնվել պետք չէ, հայտարարված տագնապը եւս ուսումնական է։ Փրկարարները զինծառայողներին սովորեցնում են, թե քայլերի ինչ հաջորդականությամբ պետք է մարել հրդեհի օջախներն ու անվտանգ տարհանել շենքում գտնվող անձնակազմին։ Մենք փրկարար ծառայության աշխատակիցներս իրականացրեցինք խաղարկման ընթացքում պետք է հրշեջները իրականացնեն հրդեհաշիժման աշխատանքներ, միաժամանակ բուժկետի երկրորդ կամ երրորդ հարկից տարահանեն տուժածներին, որի արդյունքում փրկարար ծառայողները տուժածին իջեցրեցին, հանձնեցին բժշկական ծառայությանը եւ մյուս ջոկը իրականացրեց հրդեհաշիժման աշխատանքներ։ Այն վարժանքներից է, որը ոչ միայն ռազմական բնույթի մեջ է օգտակար, այլ նաեւ քաղաքացիական կյանքում։ Միջոցառումն ամփոփվեց ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողների հետ հանդիպմամբ, հարց-պատասխան ձևաչափով զինծառայողները ստացան ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հարցերի պատասխանները։ Հրամանատարական կազմն ու զինծառայողները վստահ են, նման միջոցառումները չափազանց արդյունավետ են, օգնում են տեղեկացված լինել ու ծառայողական պարտականությունները կատարելիս բացառել վտանգավոր գործոնների ազդեցությունը, չէ՞ որ եթե տեղեկացված ես, ապա նաև պաշտպանված ես։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։